ինչպես զեկուցում, այնպես էլ տարեկան հաշվետվության մեջ, այսպես ծանրության առանցքում գործիքակազմի, ուրեմն այս մարմնի գործիքակազմի եւ կարգավորման խնդիրների առնչությամբ առաջարկություններն էին եւ այդ խնդիրների առնչությամբ որոշակի վերլուծություն, այսինքն կարգավորման շրջանակների ընդլայնում, նոր գործիքակազմի տրամադրում եւ այլն, ինչը ես բնական եմ համարում եւ նաեւ տեղին, եւ իմ հարցերը հիմնականում բխեցնում եմ այդ խնդիրներից, թեև շատ ավելի նույնքան էլ առարկայական է եւ կարեւոր առհասարակ մարմնի գործունեության արդյունավետության քննարկումը եւ հաշվետվությունը, բայց հարցերս վերաբերում են հենց այդ առաջարկներին։ Ուրեմն հենց այդ կարգավորման շրջանակների ընդլայնման տիրույթում դուք խոսեցիք, որ մոտավորապես 40 հարթակ, դրանք մեդիաներ են կամ ինչպես ասում եք TV-like, հա, կազմակերպություններ կամ հեռուստան նման, հա, TV-like-ն էլ էր գործածված եւ կարծում եմ վերջին մի խոսքով դրանց գործունեությունը կարգավորելու անհրաժեշտության մասին էր խոսվում, որը կա թե հաշվետվության մեջ, թե ձեր խոսքում, ինչի դեմ չեմ եւ չեմ առարկում, որտեղ դրա անհրաժեշտությունը կա, շպարս հենց մեկնաբանությամբ տեղեկատվական անվտանգության համատեքստում։ Ես ուզում եմ ճշտել, թե դուք բնականաբար այդ առաջարկությունը բարձրաձայնող որպես կազմակերպության ներկայացուցիչ, արդյոք ունեք ուսումնասիրություն, թե միջազգային փորձը ինչպիսին է, համաշխարհային փորձ ունենք, մանավանդ եվրոպական տարածքում, թե ինչպես են կարգավորվում, ասենք թե դրանք հիմնականում փաստորեն կաբելային են եւ ինտերնետային, չէ՞, եւ կաբելայինից դուրս, այո, դրանց կարգավորման գործիքակազմերը որոնք են եւ ձեր կազմակերպության կամ համանդրական մարմնին մոտ կազմակերպությունները դրսում այս կարգավորման ինչ եղանակներ են գտել։ Մյուս հարցը վերաբերվում էր օտարերկրյա հեռուստաընկերությունների եւ նրանց կողմից հեռարձակվող ծրագրերի սահմանափակմանը, որը դարձյալ դիտարկեցիք տեղեկատվական եւ մի քիչ ավելի շատ ազգային անվտանգության համատեքստում, որը եւս այսպես գոյության իրավունք ունի։ Ես ուզում եմ իմանալ, արդյոք ձեր ուրեմն մարմնի կողմից, հեռայի կողմից որոշակի ուսումնասիրություն կատարվել է այս օտարերկրյա TV-ների կողմից հեռարձակվող ծրագրերի կամ առնչությամբ եւ ինչ վերլուծությունն է դες հանգեցրել այն ուրեմն հաստատմանը, որ դրանք կարգավորելու, կրճատելու անհրաժեշտություն կա, ուզում եմ որ դա հիմնավորեք։ Մյուս հարցը վերաբերում է բողոքների ինստիտուտին։ Ես ձեր նվազագույնը 3-րդ կամ 4-րդ զեկույցն եմ լսում եւ ամեն անգամ մենք հաստատում ենք, որ բողոքի ինստիտուտը չի աշխատում եւ դա կարեւորագույն գործիքակազմ է, որը չի աշխատում եւ նաեւ արձանագրել ենք, որ չի աշխատում այդ էթիկայի կարգավորող մարմինը եւ այլն։ Երկու հարց ունեմ։ Աշխատում անարդյունավետ, ես մի քիչ Ես չի աշխատում նկատի ունեմ հենց այդ իմաստով, որպես ինստիտուտ արդյունավետ չէ։ Եկեք փոխարինենք ոչ արդյունավետ, չաշխատել հենց այդ իմաստով։ Շատ պարզ է հարցս, ինչու չի աշխատում եւ ինչ հանգամանքներ են նպաստում բացասական իմաստով, որ այդ ինստիտուտը չկայանա եւ եթե դա չի կայանում, մեր առաջարկը որն է։ Եվ նաև չորրորդը ուղղակի հարց չի, այլ առաջարկություն, որովհետև այս ոլորտում իրավամբ բազմաթիվ խնդիրներ են արձանագրվել, այս հաշվետվության, եթե կարծում մոտ 40%-ը վերաբերում էին առաջարկություններին, որոնք ժանրային իմաստով հաշվետվության նյութ չեն, բայց որպես խնդիրներ, դիագնոստիկա կարևոր են։ Ես առաջարկում եմ, որ մենք մեր հանձնաժողովը ամեն անգամ չլսի գնալ, իրական մի աշխատանքային քննարկում կազմակերպենք եւ որը լինի նաեւ մեր հանձնաժողովից դուրս շահագրգիռների քննարկում, մենք այս ախտորոշումներին տանք գնահատականներ, լուծումներ եւ այլն գտնենք, որովհետեւ ամեն անգամ արձանագրելու, որ ոլորտ ունի խնդիրներ եւ հաջորդ անգամ ավելի շատ բեռով գանք ախտորոշումների, կարծում եմ ճիշտ չի եւ ուրեմն խոսքս եզրափակում եմ այս առաջարկությամբ, որ աշխատանքային քննարկումը անհրաժեշտություն է։ Շնորհակալություն։ Ես կարծում որ նույնիսկ շատ արձագանքի շատ կարճ։ Ուսումնասիրություններ կան շատ։ Մենք շատ լավ խումբ ունենք, երկու հոգանոց, որոնք ուսումնասիրում են միջազգային փորձը, թարգմանում են եւ մեզ վերլուծական, այսպես կոչված աշխատանքային ռիփորտներ են գրում։ Մենք ուսումնասիրում ենք բոլոր տեղ այդ խնդիրները լուծված են։ Եվրոպայում նույնիսկ ավելի հեռու են գնացել իրան Digital Act-ով
որ ընդունվել էր 21 թե 22 թվականին, նրանք փորձում են արդեն վերահսկել ոչ միայն այն համացանցային հեռուստանման հարթակները, այլ նաև սոցիալական ցանցերը։ Մեր մոտ էլ դրան մենք նույնիսկ չենք ասել եւ հստակ չափորոշիչներ կան, ինչպես են դա անում։ Վերահսկողությունը բանի պես չի, լիցենզավորված կազմակերպությունների չափին ավելի թեթև է եւ Եվրոպայում եւ ոչ միայն Եվրոպայում, նաեւ Բրազիլիայում շատ լավ փորձ ունի, Արգենտինան լավ փորձ ունի, ասիական պետությունները, նրանք գործում են միայն բողոքի հիման վրա։ Այսինքն չի մշտադիտարկվում, բողոքը լինում է ըստ այդ բողոքի կարգավորող մարմինը համապատասխան միայն կարգավորող մարմիններ կարգավորող մարմինը, ինչպես հիմա մենք հեղինակազորում եւ լիցենզավորում ենք բաներին, հա, հեռուստատեսություններին եւ ռադիոներին։ Բողոք կա նաեւ փաստորեն եթե բողոքը կա, ըստ այդ բողոքի, ըստ նորմերի մենք կարողանում ենք պատժել, չգիտեմ, եկեք քաղաքական ընդհանրապես բովանդակություն անենք, շատ ժամանակ մենք սևեռում ենք դրա վրա։ Անօրինական հաղորդումներ, հա, որոնք հեղինական իրավունք չունեն, կամ երեխաների վրա ազդող բովանդակություն, կամ օրինակ խախտումներ գովազդի մասին օրենքի, ինչը բավականին բացասական ազդեցություն է թողնում։ Երբ որ նրանք ինչ որ ձևով հեղինակազորվում են մեր կողմից եւ կարգավորման տակ են, ցանկացած հանձնաժողով կարողանում է այդ նորմերը անել եւ նվազեցնել այդ, այսպես ասեմ, կարճ վնասակար բովանդակությունը։ Ամենտեղ դա կա, հա, եւ այստեղ նույնիսկ հեծանիվ հորինելու խնդիր չկա, պետք է վերցնել, ադապտացնել մեր փորձին, մեր իրականությանը եւ իրագործել։ Երկրորդը հանրային մուլտիպլեքսների մասին օտարների եւ կաբելային ցանցերում։ Տեսեք, հանրային մուլտիպլեքսներում ես երևի մի 20 անգամ դրա մասին ասել եմ։ Թվային հանրային մուլտիպլեքսները գործում են բոլոր երկրներում, բոլոր, որովհետեւ դա արտացոլումն է այն մինիմալ պարտավորության, որը պետությունը ստանձնում է իր քաղաքացիների շնորհիվ, որտեղ դա միայն հարթակն է, որտեղ դու կարող ես ձրի հաղորդումներ նայել, ձրի տեղեկատվություն ստանալ։ Համացանցի համար դու վճարում ես, կաբելային ցանցերի համար վճարում ես, թերթ առնելու համար վճարում ես, միայն հեռուստաընկերությունն է, թվային բանն է, մուլտիպլեքսն է, որով դու միայն, չէ, հեռուստացույցն ես առնում, այնց էլ բան, հա, համաբան, կոմպյուտերն ես վճարում, բարձ է, բայց դա միայն հարթակն է, որ միայն հեռուստացույց վճարում ես, ամենամսյա ծախսեր չունես, հա։ Եվ այդ առումով նույնիսկ այն երկրներում, որտեղ ամբողջ օրինակ էլի Բելգիայում օրինակն եմ բերում, որտեղ վերջերս է այնտեղ քննարկումների, Բելգիայում, որի 99 եւ 9%-ը ծածկած է կաբելային ցանցերով, այնուամենայնիվ պահում են այդ հանրային մուլտիպլեքսը, որպեսզի այնտեղով հեռարձակվի հանրային հեռարձակողը եւ ինչ որ վերևը բան իրանց այդ ծովի մոտ երկու բան կա, գյուղ կա, որտեղ հələ չի հասել ցանցային օպերատորները, այսինքն դա պետության պարտավորությունն է։ Եվ այդ հանրային մուլտիպլեքսում որևէ օտարերկրյա հեռարձակող չի լինում կամ եթե փափուկ կարգավորում է, լինում են միայն այն հեռարձակողները, որոնք ունեն հանրօգուտ բովանդակություն, սպորտային կանալ, մանկական կանալ, մշակութային կանալ, այն էլ կամ թարգմանված պետական լեզվով կամ լուսագրով, հա, այդ լեզվով։ Ես ձեզ ասեմ, նույնիսկ Բելարուսիա, Ռուսաստան, ոնց որ թե միացյալ պետություն են։ Բելարուսական որևէ հեռուստածրագիր 3 հանրային մուլտիպլեքսներում, 3 հանրային մուլտիպլեքսներ Ռուսաստանի չկան։ Բելարուսում ռուսական ծրագրեր կան տեղական, բայց որևէ ծրագիր ռուսական, RTR, առաջի ալիք հանրային մուլտիպլեքսում չկան։ Շվեդիայում դանիական չկա, Հոլանդիայում բելգիական։ Մենք միակն ենք, որոնք բացել են արտերկրի քաղաքական հասարակական բովանդակության սպասարկողն ենք մեր հանրային մուլտիպլեքսում։ Այսինքն դրա բաները էլի կա, ուսումնասիրությունների կա։ Երրորդը, մենք քանի որ մեզ մոտ են պոստսովետական երկրները, հա, որտեղ համանման անկախ բաներ են գործում, հանձնաժողովներ, դրանք մի քանիսն են, որտեղ Միջին Ասիայում նրանք պետական են, Բելարուսում պետական են, Ռոսկոմնadzորը պետականն է Ռուսաստանում, բոլորը ունեն այն հստակ չափորոշիչները, որոնք նրանք կարող են անջատեն այն հեռուստածրագրերը, որոնք իրենց կարծիքով, հա, խաթարում են իրենց, հա, չգիտեմ, հա, կամ անվտանգությունը, կամ վնասակար կոնտենտ են սփռում եւ այլն։ Այսինքն նորից այստեղ եւ ուսումնասիրությունները կան եւ կա դրա շատ վառ օրինակները, որին մենք կարող ենք հետեւել։
նույն Լիտվայի, Լատվիայի, Մոլդովայի, Վրաստանի, ինչը շատ լավ գործում է Վրաստանում, Խոմքոմում, իրանց լիազորությունները շատ մեծ են եւ այլն։ Իմջալուց նաև Ղազախստանում, Qırğızstանում կար հանրային մուլտիպլեքսում ռուսական պետական ծրագիրը, որը 3 տարի առաջ բանի որոշումով, նույնիսկ կառավարության որոշումով հանվեց։ Եվ մնացին միայն կաբելային ցանցերով։ Կարճ։ Վերջի հարցը ոնց որ չպատասխանեցի, որն էր։ Վերջինը առաջարկիր, հա։ Բողոքի ինստիտուտի աշխատելու մասին։ Հա։ Ինչ ասեմ, չաշխատում։ Մենք իսկապես ես ամենալավատեսն եմ, զգուշացնում եմ, որ չի աշխատի, այդպես էլ ստացվեց։ Առաջնություն չի, հասկանում եք, մարդիկ իրենց պարպվում են, երբ որ խոսում են դրա մասին, գրում են, բողոքում են Facebook-ում, բայց մի փոքր ջանք գործադրել եւ գրել դրա մասին, հա, չի ստացվում։ Զանգում են մեզ հաճախ, մեզ թվում էր այդ կարմիր բանով, կոճակով մենք այդ զանգերը մի քիչ որտեղ մարդիկ չեն հասցնում աշխատել, զանգում են օրինակ ասում են այս բանը դուրս չի գալ, ինքը շատ չաղ է վարողը, կամ այս դուրս չի գալի, որտեղ շորը կարմիր է, չգիտեմ, այսինքն բաներ մեծ մարդիկ բան խնդրեմ է։ Լավ, ես արձագանքի սկսեմ վերջից նախ առաջարկությունը սուժի մեջ է, ես կարծում եմ մեր հանձնաժողովը կանդրադառնա այս ուրեմն ախտորոշված խնդիրների քննարկմանը։ Բողոքի ինստիտուտի չաշխատելը շատ ավելի լուրջ խնդիր է, որը ձեր տիրույթից էլ դուրս է, այս հանրային առողջացման կոնտեքստի մեջ ես կդնեի եւ ընդհանրապես Հայաստանում ինստիտուտների նկատմամբ վստահության ճգնաժամին։ Այդ ավելի մեծ հարց է, երևի չի վերաբերում ոչ միայն այս խնդրին, այլ առհասարակ վստահության ճգնաժամ։ Բայց օրինակ նախ պետք է խնդրեմ ձեզանից, ասացիք, որ ունեք ուսումնասիրությունները պետք է խնդրեմ ունենալ եւ երկրորդ մի խնդրեմ մեկնաբանեք, միգուցե կա հաշվետվության մեջ ուշադիր չի եղել։ Հասնում ենք օտարերկրյա TV-ների սահմանափակման մասին, դուք որ խոսում եք, հատկապես խոսում եք հանրային մուլտիպլեքսով հեռարձակվողների մասին, որոնք միայն ռուսականներն են, չէ՞, ուրիշ չունեն։ Խոսքը ռուսականների մասին։ Կներեք նաև հավակնություններ ունեն այլ պետությունները, Ֆրանսիան, Իրանը, որոնք հարևան է մեր հետ։ Եթե մենք մեկին բացում ենք, բոլորի համար պիտի բացենք։ Ուրեմն սկզբում դիլնի, որևէ մեկը չհարտասվի։ Բայց այդ դեպքում ես ուզում եմ այս պահին լուծում չունեմ, բայց երբ որ դուք որևէ հանրային մուլտիպլեքսում, բնականաբար հանրային մուլտիպլեքսի քաղաքական եւ հանրային կշիռը ավելի բարձր է, այդ բնականն է եւ վիճարկման առարկա չի։ Բայց օտարերկրյա ծրագրեր նաեւ կաբելայիններն են հեռարձակվում եւ այդ կաբելայինների հեռարձակման մարդկային էկոլոգիական վնասը մարդկային անվտանգայինը շատ ավելի վտանգավոր կարող է լինել, քան թե այն ինչ որ հանրայինում է, որովհետև գոնե իր կարգավիճակով մակարդակով շատ ավելի բարձր է եւ մի քանի ֆիլտրներ անցած։ Եվ եթե դուք հիմա փաստորեն մեզանից այսինքն գործիքակազմ եք ուզում լրացուցիչ գործիքակազմ կամ կարգավորման նոր շրջանակ, ես այդ ամբողջ կոնտեքստը հասկանում, կարգավորման նոր շրջանակի ակնկալիք կա, նշանակում է սա պետք է այնքան կառավարելի դառնա, որ մենք կարողանանք այն աղբը, որ կաբելայիններով շատ հաճախ ես տեսնում եմ հոգեվորսությունն եմ տեսնում, որը շատ վտանգավոր է մեր արժեքային համակարգի դեգրադացիան եմ տեսնում եւ այլն, նշանակում է պիտի եթե այդ նախաձեռնության վերաբերում ենք հանրային մուլտիպլեքսին, ուրեմն պետք է գործիքներ ունենանք նաև ոչ հանրայինում դրանք եւս ներդաշնակելու, այլապես եթե այստեղ փակում ենք, այդ սուրբ տեղը ազատ չի մնում եւ այդ բանը աղբը գնում լցվում է այնտեղ։ Նաև ուզում եմ ասել, որ սրա մասին էլ մտածենք, իսկ մնացյալը լիագումարին։ Շատ կարճ ես խոսացի, որ ադապտացիայի բանը, որ հանձնաժողովը իրավունք ունենա նաև արգելակել մուտքը հանրային մուլտիպլեքսների եւ եթե նրանք խախտում են Հայաստանի օրենսդրությունը, նաեւ կասեցնելու իրավունք ունենանք։ Ես դրա մասին շատ կարճ ասեցի, այո, հա։ Հիմա որևէ բան չունենք, եթե նույնիսկ խախտեն առավոտից իրիկուն, չեմ ասում հակամարտկային, հակահայկական բովանդակություն նրանք տարածեն, մենք որևէ լիազորություն չունենք, իրաց ինչ որ ձեր։ Ես օտար ծրագրերի ուսումնասիրություն ասեցիք ունեք մի քիչ բաններ հարթակներ, 40 հարթակներ ուսումնասիրությունը, եթե դժվար չէ, եւ եթե բան անեք, հա ձեր մեյլը։ Ամփոփենք էլ Շատ լավ։ Այլ հարցեր կան։ Տեսեք օրինակ,
այս մի հատ գծապատկեր տվեցին մեկ բանով։ Տեսեք, մենք ունենք մալուխային ցանցերում, այսինքն կաբելային օպերատորների մոտ ռուսական 182 ծրագիր, հայկական 64 ծրագիր, ԱՄՆ 39, Եվրամիություն 23, Մեծ Բրիտանիա 8, այլ երկրներ 7։ Պերեկոսը 182 է։ Եվ այս 182-ից երևի կեսը աղբա կներեք։ Աղբա ոչ միայն որ քաղաքական վատ բովանդակություն ունի, աղբա ընդհանրապես բովանդակության համար։ Եվ դրա սահմանափակումը պետք է լինի մենք մի քիչ ես էլ ձեր խոսքերում էլ լիազորությունները մենք ոչ մի բան չենք ուզում, դա հավելյալ պատասխանությունը, հավելյալ բանա, ռեսուրսա կարգավորման կարիք ունի։ Կարա կարգավորի այլ չգիտեմ, կարա կարգավորի լրիվ այլ կառույց, բայց մենք համոզված ենք, որ դա կարգավորման կարիք ունի։ Ում կտրվի արդեն ազգային ժողովը թողորոշի, մենք խնդիր չունենք։ Նույնը տեսեք, այս արտադրությունն է, լեզուները 61% դա ռուսերենն է, հա, անգլերենը երկրորդ տեղում, հայերենը երրորդ տեղում։ Կաբելային ցանցերում այդպես չպետք է լինի։